Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, քանի որ եզրափակիչ ելույթների ժամանակ հնչեցին հարցեր, ես բնականաբար կանդրադառնամ հարցերին եւ բոլոր քաղաքական քննարկումները կթողեմ քաղաքական մարմնին։ Պարոն Եղոյան, ձեր հարցից սկսենք։ Ես եւ դուք կարող ենք ցանկացած կարծիք ունենալ քրեական օրենսգրքի որևէ դրույթի վերաբերյալ, բայց դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական մարմինը, որը նախադեպային որոշումներով կանոնակարգում է քրեաերևական նորմի կիրառությունը, դա Վճռաբեկ դատարանն է։ Եվ Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշում ունի Քրիստինե Ջամալյանի գործով։ Ծանոթ եք։ Կարիքը կա բարձրաձայնելու։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական օրենսգրքի նախկին հոդվածն է վկայակոչված 311 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանցակազմն առկա է նաև որոշակի գույքային առավելության դիմաց, սա կարևոր բառակապակցություն է։ Պաշտոնատար անձի կողմից կրկին կարևոր բառակապակցություն է իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու դեպքում։ Այլ կերպ պաշտոնատար անձի կողմից թեկուզ օրինական գործողություն կատարելու համար գումար պահանջելը կամ ստանալը նույնպես կարող է որակվել որպես կաշառք ստանալ։ Ես ես կխնդրեմ, որ դուք համաձայնվելով ինձ հետ բացեք միջնորդագիրը եւ բացեք զննությունը այն գրության, որտեղ որ անձը խնդրում է պատգամավորին իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրեն մի վարքյան, ես ձեզ հիմա էջն էլ կոնկրետ կասեմ, որ երկար չփնտրեք։ Ահա, եւ այստեղ պատգամավորը չունի լիազորություն ձևակերպումը առնվազն հակասում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ պատգամավորի իրավունքների մեջ նշված է, որ պատգամավորը գրավոր հարցումներ անելու իրավունք ունի։ Պարոն Թունյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ցանկացած գրության համար մենք պետք է ենթարկվենք պատասխանատվության ոչ ու ոչ մի դեպքում։ Եվ եթե դուք նկատում եք, պարոն Աղազարյանը իր ելույթում անդադ ասում էր, որ ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզել։ Այսինքն այդ նյութական առավելությունն էր փորձում վիճարկել։ Դա իհարկե կոնֆրոնտացիա իրավունքը ապահովելուց մենք կքննարկենք, բայց դուք որպես իրավաբան էլի գիտեք վստահ եմ, որ մինչև մենք անձին մեղադրյալի կարգավիճակ չտանք եւ իրեն իրավունք չտանք, որ ինքը իր դեմ ցուցմունք տալու իրավունքից օգտվի, մենք չենք կարող առերեսում անել, որովհետեւ վկայի կարգավիճակով անձը պարտավոր է ցուցմունք տալ, իսկ մեղադրյալի կարգավիճակով իրավունք ունի լռել։ Վկայի համար որոշակի բացառություններ կան, բայց շատ սահմանափակ։ Իսկ մեղադրյալի պարագայում ինքը կարող է լռի։ Եվ այս իրավիճակում նորից պատասխանելով ձեր մյուս հարցին, թե սա ՏՄ պաշտոնյային գիտենք, թե չգիտենք, գիտենք, դուք էլ գիտեք։ Եվ դա այն ժամանակ վստահաբար երբ որ անունը կբացահայտվի, բոլորից շատ հայտնի անձ է։ Անձը, որը որ ՍԱՏՄ պաշտոնատար անձ որպես վկայակոչվում է, եղել է ժամանակավոր պաշտոնակատար։ Պարոն Գաբրիելյանն ինձ ասում է, որ դե հիմա դուրս գանք մի 100 հոգու հեռախոս սպասարկվելու է այս Բաղրամյանի ալեհավաքով։ Շատ լավ, իհարկե սպասարկվելու է, բայց դուք ուշադրություն դարձրել եք, որ իրանք զանգ են ունեցել այդ ընթացքում։ Դուք նկատել եք, որ այդ օրը առավոտյան Հովիկ Աղազարյանը ինքն է զանգում Սլավիկին, եւ Սլավիկի հեռախոսը սպասարկվում է այդ ժամանակ Արմավիրում։ Հետո երբ որ իրանք հանդիպում են, Աղազարյանը ինքն է զանգում Սլավիկին, այսինքն մենք չենք ասում, որ այդ պահին Բաղրամյան փողոցով անցնող բոլոր անձանց ում հեռախոսները սպասարկվել են իրար հետ կապ ունեն։ Չէ, մենք ասում ենք Սլավիկը չի ստում սրա մասին։ Պարոն Աղազարյանը հետաքրքիր թեզ է բարձրացնում, ենթադրում եմ դա իրանց պաշտպանական տակտիկան է լինելու, որ այդ տարբեր աշոտներ են։ Մեկը աշոտիկ է, մեկը աշոտ է։ Չէ, դա նույն մարդն է։ Եվ ինչքան էլ փորձեն այստեղ այդ բառախաղը ստեղծել աշոտ-աշոտիկ։ Եթե դուք նայեք իրենց հեռախոսային խոսակցությունների բառացի վերծանումները, որոնք ես ուղղակի բառապաշարը հարիր չի ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու, ինչքան էլ մենք փորձել ենք, հա, ավելորդ բառերը մեջից բազմակետերով զտել, որպեսզի չվիրավորենք ոչ մի լսողություն։ Ամեն դեպքում այդտեղից ես համար պարզ կլինի, որ Սլավիկն ինքն ասում է, որ աշոտի ներկայությամբ Աղազարյանը չխոսեց, դրա համար ճիշտ է, որ աշոտը սպասի մեկ այլ տեղում, եւ հետո հետ է գալիս, ասում է այսքան թիվ ուզեց, եւ մենք հաջորդ օրը պատրաստ, եւ մենք այդ բառը ընդգծել ենք խոսակցության մեջ եւ վերցրել ճակերտներում, պատրաստ պիտի գնանք իրեն հանդիպենք, եւ հանդիպումը կայանում է, եւ հանդիպման առաջին զանգը պարոն Աղազարյանն է հնչեցնում,
Բացի դրանից, երբ որ վկայի կարգավիճակով պարոն Աղազարյանը հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել, բայց օբյեկտիվ փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսազանգեր է ունեցել։ Դրա մասին երկու պատգամավորներն էլ բարձրաձայնեցին իրենց ելույթներում։ Այսինքն այստեղ հատվածական եւ վերացարկված փաստական տվյալները իրարից որ ներկայացնենք, իհարկե ստացվում է, որ դե երկու հոգի իրենց համար խոսել են, չէ։ Երկու հոգի պայմանավորվել են, որ որոշակի առավելություն ստանալու դիմաց ազգային ժողովի պատգամավորը պետք է իր պաշտոնեական լիազորությունները օգտագործի։ Պարոն Աղազարյանը շահարկում ասում է, այ հիմա դուք ինձ թույլ կտաք, որ քրեական հետապնդում հարուցեն, եւ դրանից հետո ինձ կտանեն ու կկալանավորեն։ Ես նորից պիտի հիշեցնեմ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը եւ ասեմ, որ որպեսզի ես կարողանամ ազատությունից զրկելու հետ կապված որևէ խափանման միջոց, այո, դուք պետք է թույլ տաք, եւ եթե տեսնում եք, ես ոչ մի նման միջնորդություն չեմ ներկայացրել։ Պարոն Թունյանը նշեց Վճռաբեկ դատարանի որոշման մասին։ Պարոն Թունյան, շնորհակալություն, որ որոշման մասին խոսելու հնարավորություն տվեցիք ինձ։ Ես կխնդրեմ այնտեղ ուշադրություն դարձնեք, որ դատարանը արձանագրել է, որ խախտումը վերացվել է դատախազության կողմից։ Ուղիղ արձանագրել է։ Եվ նաև արձանագրել է, որ մեղքի հետ կապված որևէ դիտարկում չունի, որովհետև օբյեկտիվ փաստական տվյալներով, ներքին դիտման արդյունքներով է հիմնավորվում։ Պարոն Գաբրիելյան, դուք նշում եք ինչ եղան Չարչյանի եւ մյուսի գործերից, կհիշեցնեմ քանի պատգամավոր էին։ Արմեն Գևորգյանը դեռևս չկա այդ ցանկում։ Սեյրան Օհանյանն եւ վերաբերում էր Զորամասի, կհիշեք երաշխ 1 Զորամասը։ Ասեմ ձեզ, որ 2024 թվականի նոյեմբերի 29-ին մենք նաեւ հայցով էինք մտել դատարան, որտեղ հիմնական գործը քրեական վարույթի շրջանակներում կրկին առաջինացյանի դատարանում քննության փուլում է եւ դատարանը անվավեր է ճանաչել Պաշտպանության նախարարի եւ անձի միջև պայմանագիրը եւ դրա հիման վրա ասել, որ դրան հաջորդող սեփականության իրավունքի գրանցումը եւս անվավեր է։ Դա նշանակում է, որ եւս մի փաստ, որ ես այստեղ չեմ եկել ժամավաճառությամբ զբաղվելու եւ ձեր ժամանակը խլելու։ Արմեն Չարչյանի վերաբերյալ գործը, որը վերաբերում էր հաց բերողին, հիշեցնեմ ձեզ, երկու փորձաքննություններին էր վերաբերում դատաբժշկական, որոնք հակասում էին իրար։ Արմեն Չարչյանը չէր համաձայնվել, որպեսզի վաղեմության հիմքով վարույթը կարճվեր եւ պնդում էր դատաքննության։ Հիմա դատաքննությունը ընթանում է։ Իդեպ դրմբաց դատաքննություն է, կարող եք հետևել։ Եվ այս պահին, քանի որ ես ենթադրում եմ, որ նման հարցադրում կլինի, առավոտյան ճշտել եմ, որ երկու փորձաքննությունների կեղծ լինելու վերաբերյալ հենց ապացույցների հետազոտման փուլն է, ինձ թվում է հետաքրքիր կլինի լսել այդ դատավարությունը։ Իդեպ Սեյրան Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ դատավարությունը բաց չի, որովհետեւ եթե հիշում եք, այնտեղ մի դրվագ կար, գաղտնի էր, այդ պատճառով միացվեց իրար, վարույթները գաղտնի են, դրա համար չեմ կարող ձեզ լրացուցիչ տեղեկատվություն տալ։ Եթե ինչ-որ մի հարցի մասին կմոռանամ ասել, խնդրում եմ ինձ հիշեցրեք հարցը, բայց ինձ թվում է բոլորը նշել եմ։ Պարոն Թադևոս Ավետիսյանը երեկ ասեց, ինչու անձը չի հարցաքննվել երկրորդ $23000 կաշառքի շրջանակներում։ Նորից պետք է հիշեցնեմ, որ մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ եւ որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք։ Եթե մենք անձին մեղադրանքի շուրջ հարցաքննենք վկայի կարգավիճակով, դատարանը ասել է, որ սա անթույլատրելի ապացույց է, դուք մարդուն վկայի կարգավիճակով կանչել եք, փաստացի հետապնդում եք։ Դրա համար ես եկել եմ ստեղ առանց անձին ձեռք տալու, որովհետև այնտեղ ուղիղ տվյալ կար, $23000 եւ $300,000 դրամի հափշտակներություն կաշառքի վերաբերյալ, եւ այս պարագայում ես պիտի ստանամ կարգավիճակ, որպեսզի կարողանամ անձին եւ հարցաքննել եւ վստահաբար առերեսել։ Ինչ վերաբերում է չափերի հետ կապված, պարոն Գաբրիելյան, $8000 հանգամանքը ընդունում է պարոն Աղազարյանը, բայց մենք շարունակում ենք պնդել 23000-ի փաստը, որովհետև հակառակ դեպքում, եթե պարոն Աղազարյանը ճիշտ է ասում, որ ինքը տարվա ընթացքում, պարոն Եղվան, ներողություն եմ խնդրում, եթե տարվա ընթացքում փոխառություններ է վերցրել, բոլորս պաշտոնատար անձինք ենք, այդ թվում պարոն Աղազարյանը, պարտավոր է հայտարարագրի 8000-ը Պարտավոր եք հայտարարագրել։ Շատ լավ, կգաք եւ կապը կհիմնավորեք։ Մենք ձեր ոչ մի իրավունքը երբեք, պարոն Աղազարյան, չենք սահմանափակել։ Այսօր էլ ես եկել եմ կանգնել եմ այստեղ եւ ձեզ բոլոր փաստերը ներկայացնում եմ, որպեսզի հնարավորություն ունենաք ձեզ կարգավիճակով լսելու։ Ինչ վերաբերում է ավելի շուտ չգալուն, հարգելի պատգամավորներ, պատվարժան պատգամավորներ, ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին, պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու եք։
Իդեպ այդ նույն տրամաբանությամբ է, որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործի կալանքը եւ այլն, հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն ինչի, որովհետև դատարանները այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել, սկսում են այդ ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա։ Եվ եթե նկատել եք, ոչ մի падգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ազգային ժողովի առաջ չեմ բարձրացրել, որովհետև մեզ համար այդ վերջին ամենալուրջ խափանման միջոցը այս գործերով կարևոր չի։ Մենք ունենք արդեն այնքան փաստական տվյալ, որ մենք կարող ենք այս գործերը ուղարկել դատարան։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի, հարգելի падգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այս առումով որևէ չասեմ, ճնշում բառը շատ ասեցիք, որևէ պարտականություն ձեզ վրա դնել, որևէ մեր պատասխանատվություն ձեզ վրա թողնել չկա։ Դուք եք այն մարմինը, որ մեզ թույլ եք տալի հետապնդում հարուցել։ Եթե այդ դրույթը չլներ, մենք հետապնդում կհարուցենք, կուղարկենք դատարան։ Ոնց որ անում ենք մյուս բոլոր գործերով։ Անընդհատ շահարկվում է, սա կգա հաղորդման ժամանակը կխոսենք արդարացման դատական ակտերի թիվը։ Գիտեք ինչքան է։ 1.8%։ Եվ ես մանրամասն կխնդրեմ, որ ծանոթանաք մեղադրանքի դրվագներին։ Մենք շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել եւ շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ 40% ավելի, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է։ Եվ այս առումով կխնդրեմ, երբ որ մենք մեղադրանքի մասին ենք խոսում, հա, ես հասկանում եմ քաղաքական ամբիոնը, քաղաքական հարթակը եւ այլն, իհարկե սա շատ հարմար առիթ է, որպեսզի մյուս բոլոր մեղադրանքների վրա ստվեր գցենք եւ այլն, չմոռանանք, որ գործ ունենք փաստերի հետ։ Հիմա ես կարող եմ ծերից ծեր ընթերցել բոլոր ապացույցները, բայց չեմ ուզում ձեր ժամանակը խլել։ Տրամադրված է 20 օր առաջ, տրամադրված է ամենայն մանրամասնությամբ։ Մեկ-մեկից քննադատում են փաստաբանները, ասում են դե արդեն պատրաստի մեղադրանքով ես գնում։ Չէ, հարգում եմ ազգային ժողովի ժամանակը, որովհետև ինձ հարցեր են տալիս, ես էլ այդ հարցերի պատասխանները պիտի ունենամ։ Եթե ես որևէ հարց մոռացա, խնդրում եմ ինձ այդ մասին ասել։ Իմ մոտ տպավորություն էր, որ չեմ մոռացել որևէ հարց։ Ինչպես։ Հա, պաշտոնատար անձին ինչու չենք հարցաքննել, որովհետև մեզ առաջին հերթին անհրաժեշտ էր հարցաքննել Հովիկ Աղազարյանին կարգավիճակով, հետո նորեն անձին, որովհետև կախված նրանից, թե ինչ կասի Հովիկ Աղազարյանը, կարող է նաև կասկածանքի կամ մեղադրանքի շուրջ մենք ստիպված լինենք հարցաքննել, չգիտեմ, ենթադրում եմ նաև երկրորդ պաշտոնատար անձին, արդյունքում էլ հաստատ ցուցմունքները չեն բռնելու, ստիպված են կլնելու առերեսել։ Ինչու եմ առերեսում բառը անդադ պնդում, դա պարտադիր դատավարական գործողություն է, որը մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից իրականացնել։ Մենք բազմաթիվ ընդդեմ Հայաստանի վճիռներ ունենք, որտեղ ասվում է, որ դու չես ապահովել անձի իր դեմ ցուցմունք տված անձին հարցման ենթարկելու իրավունքը, եւ մենք ձգտում ենք դա ապահովել նաեւ նախաքննության փուլում, որպեսզի կարողանանք ամբողջությամբ նաեւ դատարանում լսել եւ չունենալ խնդիր, որ նախաքննությունում չեք լսել, եկել եք դատարանում եք լսել։ Դա կոչվում է անձի կոնֆրոնտացիայի իրավունք։ Որևէ հարց մոռացա, հարգելի падգամավորներ։ Չենք առերեսել։ Մենք, հա, մի վարքյան, այն երկու անձինք մեր մոտ ունեն մեղադրյալի կարգավիճակներ, այդ թվում կաշառք տալու գործով։ Պարոն Աղազարյանը չի հարցաքննվել որևէ մեղադրանքի շուրջ։ Մենք պարոն Աղազարյանին այդ փուլում դեռևս որևէ մեղադրանքի վերաբերյալ հարց տալու հիմքեր չենք ունեցել։ Մենք հետագայում ենք զննել հեռախոսների տեղակայումները, հետագայում ենք տեսել, որ զանգերը համընկնում են, հետագայում ենք տեսել, որ պարոն Աղազարյանը եկավ վկայի կարգավիճակով ասաց, ես չեմ զանգել ՍԱՏՄ պաշտոնատար անձին։ Դրանից մենք տվյալ ենք ձեռք բերել, սուտ է խոսում։ Եվ երբ որ դուք ասում եք, որ մի դատված անձի ասածը հիմք եք ընդունում, Աղազարյանի ասածը հիմք չեք ընդունում, եթե ձեզ մեկը մի անգամ սուտ է ասում, դուք հետո նայում եք, արժանավատ եք համարում սուտը, մենք չէ։ Նախաքննությունում ամեն դեպքում չէ։ Եթե մի բան մարդ ասում է չի եղել, հետո բացում ենք, տեսնում ենք եղել է, հետո գալիս ասում է ինչ որ անհասկանալի բացատրություն, ասում եք սպասի։ Մինչև դու կարգավիճակ չունենաս, էլ քրեական դատավարությունում, իսկ այսօր գիտեք տեսագրվում են բոլոր հարցաքննությունները։ Եվ դրանից նաև դուրս է գալիս են բոլոր խոսակցությունները, մեզ ճնշեցին, մեզ նեղեցին, մեզ չգիտեմ ինչ արեցին, դեսուդեն։ Հա, մոռացա։ Հարց հնչեց, թե մենք կարող է ճնշել ենք այս մյուս անձին եւ այս մի ամբողջ դրամատիկ օպերան կազմակերպել ենք, որպեսզի հենց Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրել։ Եթե նման որևէ ելակետ լիներ,
Այդ անձանցից որևէ մեկ արդեն հավատացեք բոլոր ատյաններում դրա մասին բղավել էր, ոչ թե գոռացել էր, որովհետև իրենք անցնում են շատ ծանր էլի կոռուպցիոն գործով։ Ավտոմեքենաների հետ վարորդական իրավունքների հետ կապված կաշառքներ տալու, միջնորդներ լինելու գործով։ Այս անձինք բնականաբար դա իրենց համար արհեստ է, այս տեսակ գործունեությամբ զբաղվել է եւ պատահական չի, որ նման անձանց հեռախոսներից է դուրս գալիս նման տեսակի տեղեկատվությունը։ Նորից եմ ուզում կրկնել, ձեր օրինական լիազորությունների հետ կապված ոչ մեկ երբեք իրավապահ մարմնից չի ասելու ինչի եք արել։ Վճռաբեկ դատանի նախադեպային որոշման իմաստով, եթե դրա դիմաց որևէ գույքային առավելության նույնիսկ խոստում եք տվել, Աղազարյանը երեք ենթադրաբար հեգնելով գլխով շարժում էր անում, հա, գլխով շարժումն էլ, ամեն ինչն էլ այսօրվա քրեական օրենսգրքի իմաստով համարվում է առաջարկն ընդունել։ Առաջարկը չընդունելու մի տարբերակ կա, երկու տառից է բաղկացած, ասում են ոչ։ Կնայենք, կտեսնենք, կանենք, եսի միջ, սենց բոլոր միմիկաները եւ ժեստիկուլյացիաները համարվում են առաջարկին համաձայնվել։ Ինքը հատված հանցակազմ է։ Հատված հանցակազմ նշանակում է, որ արարքը շատ կարճ է։ Էսա, եթե էլ ինչ-որ բան մոռացա հարգելի պատգամավորներ, հարգելի խորհրդարան։ Չի կարող լինել տիկին դատախազ։ Ինչպես։ Հարցը պատասխան չի կարող վերածվել։ Չէ, եթե մոռացա ուղղակի խնդրում եմ հիշեցնել, որովհետև ամեն ինչ նշում եմ ստացած։ Մի երկու րոպեից եւս մեկ միջնորդություն ենք քննարկելու, կարծում եմ, եթե մոռացած կլինենք, կխնդրեմ, որովհետև մենք շատ տարբեր թեմաներից խոսացինք հարգելի նախագահ, ես կուզեմ, որ մենք չմոռանանք ինչի մասին է նիստը, ինչ ենք քննարկում, որովհետև շատ հաճախ ես այդ փաստարկը լսում եմ, այ դու կարևոր հարցերը թողած, այ մեզ մեղադրանք ես առաջադրում։ Իմ գործը մեղադրանք առաջադրելն է, եւ հետեւելը, որ այդ մեղադրանքը դատարանում չփշրվի, ոնց որ դուք եք ասում, եւ հետեւել ոչ թե ռեպրեսիվ, այլ հետեւել իրավաբանությամբ։ Ու դրա ապացույցն է նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում բավարարվող հայցեր, հարց չի առաջանում, ոնց եղավ։ Պրոֆեսիոնալ ներկայացրած հայցերի հիման վրա։ Այսօր խոսալու միակ լեզուն դա է։ Շնորհակալություն։ Տիկին դատախազ կարող ենք ձեզ պետք է ժամանակ նախապատրաստվել, որովհետև մի անգամից անցնենք հաջորդ հարցի քննարկմանը։ Եթե խորհրդարանը հոգնած չունի, չէ, խորհրդարանը մենք վարկյան ուղղակի վերցնենք, հա, խնդրեմ։ Հարգելի պատգամավորներ, այժմ մենք քննարկում ենք ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունը։ Ձայնը տրվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդությունը ներկայացնելու համար։ Մինչև 20 րոպե։ Խնդրեմ տիկին դատախազ հանեցեք։ Ես ինչ ծվոցա։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ, լրագրողներ, աշակերտներ։ Ազգային ժողովի սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում 20 րոպե հակիրճ կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Անդրանիկի Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ դեր կորա դուք եք աստղը։ Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել ազգային ժողով եւ հրապարակված է կայքում։ Ինչի մասին է մեր մեղադրանքը։ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնական դիրքի եւ քաղաքաշինություն ՓԱԿ բաժնետիրական ընկերության ծառայողների կողմից, իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 185 հանրակրթական դպրոց Պոակին անհատույց օգտագործման հանձնված պետական սեփականություն հանդիսացող 15523 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից 3581.43 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված նախկին քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2019 թվականի նոյեմբերի 6-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Պետական գույքի կառավարման վարչության եւ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց Պոակի զբաղեցրած 13172 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից
3596.8 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը, ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքի առթիվ 2020 թվականի հունիսի 23-ին քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան եւ նոր վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ կրկին նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 20 թվականի հունիսի 29-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն եւ նույն օրը միացվել է նախորդ քրեական գործին Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի եւ քաղաքաշինություն բաժնետիրական ընկերության ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն հողակից զբաղեցրած 6453 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից 580.63 քառակուսի մետր եւ 863.34 քառակուսի մետր մակերեսներով հողատարածքները ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ կրկին նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով եւ 214-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով 20 թվականի մարտի 4-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ իսկ 20 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացվել երկու վարույթները միացնելու մասին Երկու վարույթներից անջատվել է մեկը, որը ըստ մեղադրանքի Արման Գալուստի Սահակյանի նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի 308 հոդվածի երկրորդ մասով 3 դրվագ, Անդրանիկ Մազմանիկ Քասարյանի 308 հոդվածի երկրորդ մասով 4 դրվագ եւ 314 հոդվածի առաջին մասով կրկին 4 դրվագ, Արսեն Սերյոժայի Ամյանի 308 հոդվածի երկրորդ մասով 4 դրվագ, Հայկ Արտուշի Կյուրեղյանի 38-308 հոդվածի երկրորդ մասով եւ 38-314 հոդվածի առաջին մասով, Արամ Արտավազդի Ենգուանի 38-308 հոդվածի երկրորդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի 38-308 հոդվածի երկրորդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի 38-308 հոդվածի երկրորդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի 38-308 հոդվածի երկրորդ մասով 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ուղարկվել է դատարան։ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգուանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող հիմքով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հայկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղամության ժամկետն անցնելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող վաղամության ժամկետն անցած լինելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կրկին դադարեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող վաղամության ժամկետներն անցնելու հիմքով։ Նշեմ, որ երկու մեղադրյալներն էլ որևէ դիրքորոշում դատարանում չեն հայտնել մեղադրանքի վերաբերյալ։ Մենք ունենք մի մեղադրյալ, որը չի համաձայնվել մեղադրանքի հետ, բայց դատական նիստերի ընթացքում երբևէ չի հնչել մեղադրանքի հետ անհամաձայնություն, հնչել է միջնորդություն, որպեսզի ոչ արդարացնող հիմքով վաղամության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։ Հիմա նաև մի փոքր ավելի հասկանալի կենցաղային լեզվով կփորձեմ բարձրաբանել, թե ինչա տեղի ունեցել այս 3 դպրոցների, 1 դպրոց եւ 2 մանկապարտեզների հետ։ Երևանի քաղաքապետարանի եւ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքը օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող 185 հանրակրթական դպրոց Պոակի, Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող
թիվ 16 հատուկ դպրոց պոակի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն հոակի զբաղեցրած տարածքներից անհիմն որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում, օրենքի լեզվով կոնվերտացիա կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 24 թվականի դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով։ Հոդվածը վերաբերում է փողերի լվացմանը։ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական վարույթը նախկին քրեական վարույթին միացնելու մասին, որից մաս էր անջատվել եւ ուղարկվել էր դատարան։ Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց պոակի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն հոակի եւ Երևան քաղաքի Համո Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 185 հանրակրթական դպրոց պոակի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 25 թվականի հունվարի 21-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված, այսինքն նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով 308 հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույնպես միացվել է մայր քրեական գործին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող հանրակրթական դպրոցին հատկացված եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 25 թվականի փետրվարի 19-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախկին քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որը 25 թվականի փետրվարի 20-ին միացվել է մայր քրեական վարույթին։ Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 11 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 18 թվականի հուլիսի 9-ը Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որը էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաեւ այլ անձանց օժանդակությամբ պաշտոնական դիրքն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասը զավթած անձանց նկատմամբ։ Տարոն Մարգարյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ եւ նպատակ ունենալով թիվ 185 հանրակրթական դպրոց պոակին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Խնդրում եմ այս բառերին ուշադրություն դարձնել, որովհետև հետագայում մի հատ հարցադրում կա անընդհատ լրատվամիջոցներում պտտվում է, այդ հարցադրմանն էլ եմ անդրադառնալու։ Անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15523 քառակուսի մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով առանձնացրել է հանցավոր ճանապարհով 1939 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Ապա այդ տարածքը օտարել է իր եւ Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ձևականորեն
են ներառել այլանձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով դրանք կոտարել են իրենց մերձավորներին, այդ թվում Տարոն Մարգարյանի օգնականին, այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Նկարագրված հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում։ Սա վաղեմության հետ կապված կարևոր ընդգծում է, որտեղ փողերի լվացումը գիտեք առանձնապես ծանր հանցագործություն է։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՕԱԿ-ի կողմից զբաղեցրած 13172 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով նույն սխեմանա դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Եթե սա ասեմ կենցաղային լեզվով, նշանակում է, որ պետական գույք հանդիսացող դպրոցի տարածքը անում են վերաճշտում սահմանների, ասում են իրականում տարածքը ոչ թե X է, այլ X մինուս 2 է, եւ մինուս 2-ը համարվում է ոչ թե պետական սեփականություն, այլ համարվում է համայնքային սեփականություն, հետեւաբար համայնքը կարող է օտարել։ Երկրորդ փուլով ինչ են անում։ Անում են ձևական հաճուրդներ, որոնց մասնակցում են իրենց հետ փոխկապակցված անձինք, ստանում են սեփականության իրավունք այս հողատարածքների նկատմամբ, բայց իրենք իրական սեփականատերեր չեն հանդիսանում։ Դրանից հետո վաճառում են երրորդ անձանց, այդպիսով լվանալով այն հանցավոր ծագումը գույքի, տվյալ դեպքում հողատարածքի, որը որ մեղսագրվում է արարքում։ 6492.9 քառակուսի մետր մակերեսություն նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից, ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից, ձևական ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում Սանիկին։ Այսպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։ Այս արարքները տեղի են ունեցել 2011-12 թվականների ընթացքում։ Երրորդ դրվագով Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՕԱԿ-ից զբաղեցրած 6492.9 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածք Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.04 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2012-13 թվականների ընթացքում։ Երկրորդ մասը նույն մանկապարտեզի հետ կապված, նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով նույն նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած 6452.9 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 863.34 քառակուսի մետր մակերեսով հողատարածք։ Իդեպ Սասունիկ Իսրայելյանը դա խանութ է ունեցել եւ այս խանութի ընդլայնման աշխատանքներն են մանկապարտեզի հաշվին։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանի սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 863.34 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.18 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով
գնահատելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով 4 դրվագ, սա փողերի լվացման հոդվածն է գործող քրեական օրենսգրքի շարադրանքում, որը համապատասխանում է նախկին օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերին, քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով, նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասին է համապատասխանում եւ 447 հոդվածի առաջին մասով համապատասխանում է նախկին քրեական օրենսգրքի 315.2 հոդվածին հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Այստեղ եւս հիմք ընդունելով ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությանը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96 հոդվածով, ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 108 հոդվածով, քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի առաջին մասի 9-րդ կետով, միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ես 2 րոպե ունեմ, կցանկանայի 2 հարց կանխատեսելով պատասխանել։ Նախ, փողերի լվացման հանցակազմը ենթադրում է պրեդիկատ։ Ինչի ենք մենք դատական ակտի առկայության պայմաններում գալիս ու փողերի լվացման մեղադրանք առաջադրում, որովհետև մեզ նախորդող հանցագործության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերջին նախադեպերի իմաստով բավարար է միայն օբյեկտիվ կողմի, այսինքն միայն արարքի ընդհանրական նկարագրությունը, բայց քանի որ գործն ուղարկված էր դատարան, մենք սպասեցինք մինչև դատական ակտով որոշում դատարանի կողմից որոշում կլինի եւ կդիտենք նախկինում թույլ տված չարաշահումները որպես պրեդիկատ հանցագործություն, նախորդող հանցագործություն, որն անհրաժեշտ է փողերի լվացման համար։ Դա քրեական օրենսգրքի 296 հոդվածի նկարագրությունից բխում է։ Այսինքն նախկինում արել է հանցագործություն, ձեռք է բերել հանցավոր գույք, դրամական միջոց, հող, շենք, ինչ ասես որ դա կարա լինի, եւ դրա արդյունքում լվացել է այդ գույքը։ Օրինակ, ոնց որ տվյալ իրավիճակում դուրս է բերել դարձել է համայնքի սեփականություն, համայնքի սեփականություն հանդիսացող հողը ձևական աճուրդներով օտարել է իր մտերիմները իրական սեփականատերը չեն հանդիսացել, հետո այդ անձինք այդ գույքերը օտարել են երրորդ անձանց եւ իրական գումարները ստացել են այն անձինք, ովքեր պաշտոն են զբաղեցրել տվյալ իրավիճակում։ Մեկ այլ հարց կանխատեսելով ասեմ, որ վաղեմության ժամկետների հետ կապված խնդիր չունենք, նախ բոլորը միացված են մեկ վարույթում։ Ես ինչի ձեզ ծանրաբեռնեցի 3 վարույթների վերաբերյալ նկարագրությամբ, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի իմաստով այստեղ իրար ընդհատում են վաղեմությունները եւ մեկ վարույթի շրջանակում նկարագրված մեղադրանքը տվյալ դեպքում վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր չունի։ Երրորդը, ինչ է արված մյուս բոլոր անձերի հետ կապված։ Ճիշտ այնպես ինչպես նախորդ միջնորդությունը որ մենք քննարկում ենք, մենք այստեղ էլ գրեթե բոլոր անձանց մասով բոլոր հիմնական գործողությունները կատարել են, սպասում ենք միայն փորձաքննության տվյալներին, որոնք առաջիկա կարճ ժամանակահատվածում ստանալու ենք, ուղղակի ձեզ տեղեկատվություն հաղորդեմ, որ 13 անձի նկատմամբ հետապնդում է հարուցված եւ տարբեր խափանման միջոցներ են ընտրված, հիմնականում ազատությունից զրկելու հետ չկապված գրավ, բացակայելու արգելք, վարչական հսկողություն եւ այլն։ Նախորդ փորձը հաշվի առնելով ասեմ, որ կրկին այս դեպքում մենք չենք միջնորդում падգամավորի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու եւ առանց ազգային ժողովի համաձայնության ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառել չենք կարող։ Շնորհակալություն։